Նախորդին Արարատի մարզի Արտաշատ համայնքի Շահումյան բնակավայրում Գազտոպ ընկերության աշխատակիցներն անցկացրեցին խաղաղ ակցիա, որը քաղաքական որևէ նպատակ չէր հետապնդում։ Մեկ տարուց ավել է, ինչ անհայտ պատճառներով փակվել են Գազտոպ ընկերությանը պատկանող 18 գազալցակայանները։ Հավաքի նպատակը խաղաղ ակցիան է, քաղաքական ոչ մի բնույթ չի կրում, մեր բոլորի ցանկությունը հավաքվածների, մեր բացումն է, վերաբացումն է, աշխատելն ընդամենը։ Ակցիայի մասնակիցները խնդրանքով դիմեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի ստանան թույլտվություն իրենց բնականոն աշխատանքը շարունակելու համար։ Գազալցակայանների փակման պատճառով 400 աշխատակիցներ մնացել են առանց աշխատանքի եւ ընտանիքներն եկել են դժվարագույն վիճակի մեջ։ Շուրջ 20 տարի աշխատում եմ Գազտոպ գազ ընկերությունում որպես մեքենավար։ Սա չեմ ասում ես ներկայացնելու համար։ Սա ասում եմ, որ դուք պատկերացնեք, թե Գազտոպ ընկերությունը ինչքան ծավալուն է, ինչքան հսկայական է։ Ուզում եմ նաև շեշտել, որ բազմաթիվ դժգոհություններ են լսել շրջակա բնակիչ ժողովուրդներից, իրենց մեքենաները լիցքավորելու համար այս ժողովուրդը 20, 25, նույնիսկ 30 կիլոմետր ավելորդ վազք են կատարում։ Գիտեք, սկսվել են արդեն գյուղատնտեսական աշխատանքները, բերքի իրացման հարցեր կան, ուստի մենք էլ դիմում ենք մեր պարոն վարչապետին աջակցելու մեզ մեր գազալցակայանների վերաբացման հարցում։ Շահումյանի եւ Արաքից գյուղերի երեխաները հնարավորություն ունեն մարզվելու թե ֆուտբոլով, թե շահմարտով անվճար, ի շնորհիվ Գազտոպ գազալցակայանների ցանցի տնօրինությունից։ Ես շուրջ 30 տարի աշխատում եմ Շահումյանի միջնակարգ դպրոցում եւ չեմ կարող չփաստել այն իրականությունը, որ դպրոցը վերակառուցվել եւ բազմիցս բարենորոգվել է Գազտոպ գազալցակայանների ցանցի շնորհիվ։ Ամսական պետ բյուջե վճարել ենք շուրջ 100 միլիոն դրամ հարկ ամսական կտրվածքով, իսկ այս տարի 3 ամիսա 400 հոգին դարձել են գործազուրկ, 1.5 միլիոն էլ պետ բյուջե հարկ չի վճարվել փակվելու պատճառով։ Շնորհակալություն ենք հայտնում պատկան մարմիններին գլխավորությամբ դատախազության, քննչական կոմիտեի, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, քանի որ նրանք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը եւ որոշումները տրամադրել են գազալցակայանների բացման համար, սակայն անհայտ հանգամանքներում, անհայտ պատճառներով գազալցակայանները չեն բացվում։ Ստեղծված իրավիճակի հետևանքով շուրջ 400 մարդ մնացել է առանց աշխատանքի, ընտանիքների ապրուստը հոգալը դարձել է լուրջ խնդիր։ 15 թվականից ընդեղ ենք աշխատում ու շատ գոհ ենք, շնորհակալ ենք, հիմա մնացել ենք անգործ, հիմա մեր խնդրանքն է, որ երկրի ղեկավար Նիկոլ Փաշինյանը Գազտոպ կազմակերպությանը թույլատրի աշխատել, մենք էլ ընդեղ աշխատենք, մեր ընտանիքները պահենք։ Շատ գոհ ենք Գազտոպի տնօրինությունից, իրանք ամեն հարցում աջակցել են, մենակ աշխատողների մասով չենք ասում, բոլորին են աջակցել։ Էլ ազատամարտիկներին, էլ դպրոցներին, էլ մանկապարտեզներին։ Ընկերության գործունեության դադարեցումը դժվարություններ է առաջացրել նաև տեղի հողագործների համար։ Նրանք ասում են, նախկինում ունեին հնարավորություն դաշտային աշխատանքների համար նախատեսված ավտոմեքենաները լիցքավորել մոտակայքում առանց Արտաշատ հասնելու։ Ես ինքս ունեմ 3 երեխա, 3-ն էլ տղա են։ Ես ինքս պատերազմի մասնակից եմ, ծառայությունն էլ, որ 3 զինվոր էլ իմ տանն է մեծանում։ Այդ 3 զինվորին նույն տարբերակով պետք է սնունդ, հագուստ, ուսում, որ ցանկանում ենք տրամադրել, որպես ծնող։ Իսկ դուք հարցրեցիք, ինչի համար եք կասեցնում մեր կոնկրետ պատասխան չունենք։ Մենք շատ շնորհակալ ենք մեր ղեկավարությանը, մեր աշխատավարձից, մեր ընտանիքը պահել ենք նորմալ։ Հիմա մեր խնդրանքն է մեր վարչապետին, ելի նորից բացվի մեր զապրովկաները, որ նորից մենք աշխատենք, համ կարողանանք մեր որ չենք աշխատել այս մի տարի 2 ամիս, համ կարողանանք մեր վերցրած վարկերը փակել եւ ապրել։ Հաճախորդները եւս միացել են ընկերության աշխատակիցների խնդրանքին, նշում են գոհ են եղել ինչպես սպասարկման որակից, այնպես էլ մատուցվող ծառայության արժեքից։ Ինձ ավելի հարմար է ես իմ գյուղի մեջից լցնեմ գազը, չեմ այդամ հասնեմ խոսքի աշխարհի ծերը։ Մնացած զապրավկերն էլ հեռու է, սպասարկումը չի ասի որպես Գազտոպի է, ավելի ցածր է մնացածինը։ Գազտոպի աշխատակիցներից գոհ եք։ Իհարկե, թե սպասարկումը, թե մաքրությունը, տարածքների, ամեն ինչից, թե գազի որակից,
ամեն ինչից է գոհ ենք։ Ակցիայի ավարտին մասնակիցները հայտարարեցին, եթե իրենց խնդրանքը չկատարվի մինչև այս շաբաթվա վերջ, ապա խաղաղ ակցիաները կկրեն շարունակական բնույթ։ Արևիկ Խաչատրյան, Աշոտ Մանուկյան, Արարատ հեռուստաընկերություն։